Մինչ աշխարհը նրան կճանաչեր որպես այսպես Միկի Մաուսի և Դիսնեյլենդի ստեղծողը, Walt Disney-ը ոչ ոք էր, սովորական մի անձ, ով մի բանկից մյուսն էր գնում, ձեռքին նկարների մի կույտ և տեսլական, որը ոչ ոք չէր կարողանում ընկալել։ Ոմանք պնդում են, որ նրան մերժեցին ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ ավելի քան 300 անգամ։ Նրան անընդհատ ասել են, որ նրա գաղափարները չափազանց ռիսկային են, չափազանց մանկական, չափազանց անիրատեսական։ Բայց նա հրաժարվեց մերժումը որպես ձախողում ընդունել։ Նա գնաց հաջորդ բանկ, ապա հաջորդը, ապա հաջորդը։ Մարդկանց մեծ մասը հավանաբար կդադարեր 5-րդ, 7-րդ կամ 10-րդ մերժումից հետո։ Բայց ոչ Walt Disney-ը։ Նա շարունակեց, նա գնաց, նա թակեց հաջորդ դուռը, հետո մյուսը, և վերջապես բանկերից մեկը համաձայնեց։ Եվ երբ համաձայնեց, Walt Disney-ը կառուցեց մի աշխարհ, որը շարունակում է զարմացնել և ոգեշնչել շատերիս մինչ օրս։ Տեսեք ինչքան մեծ է այսօր Disney կորպորացիան իր բոլոր արտադրանքներով և ժամանցի հնարավորություններով հանդերձ։